ինչպես է փոխվել հայոց ցեղասպանության ընկալումը Հայաստանի եւ աշխարհի համար եւ ինչ հետևանք կարող է ունենալ այն, որ ըստ էության դրա միջազգային ճանաչումը այլևս Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։ Տեսեք, ես հարցին հետևյալ կերպ կմոտենայի եւ ուշադրություն կհրավիրեի հետևյալի վրա։ Հայոց ցեղասպանության եղելության վերաբերյալ եւ Թուրքիայի եւ որոշ երկրների մոտեցումները բավական վտանգավոր միտումներ են իրենցից ենթադրում։ Խոսքը գնում է Թուրքիայում սկզբնավորված հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական մոտեցման, ակամա հիշում եմ Թանսուչիլերի միտքը 90-ականներին Թուրքիայի վարչապետ եւ արտգործնախարար, որ հայտարարեց, թե հայոց ցեղասպանություն, հայերի ցեղասպանություն երբեք չի եղել եւ թե Թանսուից առաջ, թե Թանսուից հետո մինչեւ օրս թուրքական իշխանությունների մոտեցումները ըստ երևույթին 1 մմ-ով անգամ չեն փոխվել այս հարցում։ Սա վտանգավորության մի կետ է։ Մյուս կետը եւ թուրքական քաղաքական ու պատմական պատմագրական շրջանակները սկզբից, հետո արդեն նրանց միացած իրենց պրոքսի ադրբեջանական շրջանակները ամեն ջանք գործադրում են սկզբնապես սկսեցին գործադրել հայոց ցեղասպանության ժխտողական գաղափարներ, ժխտողական նյութեր, հրապարակումներ, գիտական հրատարակություններ եւ թուրքական շրջանակների միջոցով եւ եվրոպական ամերիկյան գիտնականների միջոցով շրջանառելու հետո դա ամրապնդելուց հետո հաջորդ քայլով արդեն սկսվեց այլալեզու դաշտերում այդ քաղաքականությունը, պիտի հատկապես ընդգծեմ Ադրբեջանի ջանքերը այս առումով առանձնահատուկ կարելի է ասել այսպես եռանդով ադրբեջանցի եւ քաղաքագիտական եւ պատմագիտական եւ փորձագիտական դաշտը այսպես լծված է աշխարհին եւ տարբեր լեզուներով, հատկապես ռուսալեզու դաշտում ցույց տալու, նաեւ անգլալեզու դաշտում ցույց տալու, որ հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, որ դա հորինված միֆ է, սա մի կողմից եւ մյուս կողմից փորձելով առաջ քաշել տարբեր պատմական դրվագներում քաղաքացիական բախումների կամ ռազմական բախումների ընթացքում ունեցած որոշ փոքրատիվ զոհերի պարագայում առաջ քաշել սեփական թեզը, իբրև թե հակառակը այդ հայերը իրենք հայտարարում են, որ ցեղասպանության են ենթարկել, դա միֆ է, հակառակն է տեղի ունեցել, այդ հայերն են ցեղասպանել ադրբեջանցիներին եւ անընդհատ հետեւողականորեն եւ թուրքական եւ ադրբեջանական այս շրջանակները անընդհատ աշխատում են այս ուղղությամբ, անընդհատ հրապարակումներ են անում։ Ձեզ մի օրինակ բերեմ, վերջերս հրատարակված մի անգլալեզու բավական լայն տարածում ունեցող լայն գիտական շրջանակներում հայտնի հրատարակչության կողմից մեծ լսարան ունեցող մի հրատարակչություն հրատարակել էր թուրք եւ արևմտյան հեղինակների համատեղ մի մենագրություն, որտեղ, չգիտես ինչու, բուն հարցից շեղվելով մենագրության 1-2 գլուխ նվիրել էին, ամբողջությամբ նվիրել են հայոց ցեղասպանության ժխտմանը։ Ու հարց է առաջանում, ինչու 2025 թվականին ինչ անհրաժեշտություն ունի, ինչու է թուրքական, ադրբեջանական շրջանակները հանրահայտ խոշորագույն հրատարակչությունում տպագրում հակահայկական եւ հակագիտական եւ իրականությունից կտրված նմանօրինակ նյութ, որովհետեւ պատճառը մեկն է, իրենք չեն դադարում աշխատել եւ ի վերջո սա այն ինչ որ դուք նշում եք, թե ինչպես կարող է փոփոխել ընկալումները, սա ոչ հայաստանյան, ոչ հայկական իրականության մեջ իհարկե, բայց արտասահմանյան իրականության մեջ
որոշակի ընկալումների մակարդակով որոշակի փոփոխություններ կարող է առաջացնել իհարկե, որովհետև անգլերենով, ռուսերենով, արաբերենով, չինարենով մարդիկ կարդում են ադրբեջանցիների եւ թուրքերի այն հրապարակումները, որ գիտեք, հայերը կեղծում են, ցեղասպանություն չի եղել, դա հայերի հորինված։ Ձեր նշած հրապարակմանը որևէ կերպ որևէ արձագանք եղել է։ Այդ հրապարակմանը անկեղծորեն, եթե ասեմ, արձագանքը արդեն իսկ պատրաստ է եւ մոտակա ժամանակներում տեղ կգտնի համապատասխան ձևաչափերով եւ արձագանքը բազմաշերտ գիտական տարբեր մակարդակներում, բայց խնդիրը ոչ թե արձագանքելու մեջ է, այլ այն իրականության, որ հասել ենք մի կետի, երբ տասնյակ հազարավոր փաստաթղթերի, թե եվրոպացիների, թե տեղացիների, թե ամերիկյան փաստաթղթերի նախկյուրների, մամուլի, եվրոպական մամուլի բոլորի վկայությամբ եւ ամբողջ աշխարհի առաջ 1.5 միլիոն մարդ ցեղասպանվեց եւ դա շարունակական հետեւողաբար այդ փաստը այսօր այլափոխվում է, կեղծվում է, կեղծելուց հետո էլ դեռ փորձում են ցեղասպանված հային Թուրքիայի պրոքսի Ադրբեջանի գիտնականները ներկայացնել որպես ջարդարար ու ցեղասպանող։